Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Ֆիդելիս փաստաբանական գրասենյակի ավագ իրավախորհրդատու Արման Աբրահամյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպիսին է ձեր մասնակցությունը փաստաբանական գրասենյակների էքսպոյին, որ տաղավարի ներքո է Ֆիդելիսը ներկայանում, ինչ ձևաչափով հանրությանը։ Նախ կուզենայի շնորհակալություն հայտնել հրավերի համար, հարցազրույցի հրավերի համար։ Ֆիդելիսը 15-րդ տաղավարի ներքո է ներկայանում։ Ընդհանուր տպավորությունները էքսպոյից շատ դրական են։ Ինչու են շատ դրական, որովհետև ես համարում եմ, որ ընդհանուր շուկայի զարգացման համար, նույն իրավաբանական շուկայի զարգացման համար կարևոր է, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա մասնակցել նման էքսպոների, ծանոթանալ ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանական ընկերությունների հետ ու արդեն հասկանալ, թե որ ընկերության ծառայություններից է ցանկանում օգտվել։ Բացի դրանից, հանրությունը նաև ծանոթանում է իրավաբանական ծառայությունների կարևորության հետ։ Այսինքն ինչքանով է կարևոր իրավաբանական ծառայություն ստանալ նույն սովորական առողջարքի գործարքների շրջանակներում, եթե անշարժ գույք են ձեռք բերում։ Այդ իսկ պատճառով շատ դրական եմ գնահատում էքսպոյի, այսպես ասած, կազմակերպումը, շատ բարձր մակարդակով է կազմակերպվել։ Երեք մասնակցել եմ օրինակ կոնֆերանսի, շատ հետաքրքիր էր, միջազգային մասնագետներ էին հրավիրել։ Բավականին դրական էր, այսպես ասած, էմոցիաները ու տպավորությունը էքսպոյից։ Հասցրել եք արդեն ձեր տաղավարում անվճար իրավաբանական խորհրդատվություն տրամադրել այցելուներին։ Այո, հասցրել ենք, այցելուները մոտեցել են, որոշակի հարցեր են բարձրացրել, որոնց վերաբերյալ մեր իրավախորհրդատվությունը տրամադրել ենք, բացի այդ 12-ից 12:30-ի ընկած ժամանակահատվածում առանձին երկու իրավախորհրդատվով արդեն էքսպոյի շրջանակներում ենք անվճար խորհրդատվություն տրամադրելու։ Էքսպոն ընդհանուր հնարավորություն է տրամադրել քաղաքացիներին մոտենալ եւ անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալ, բացի առանձին տաղավարների, այսպես ասած, խորհրդատվությունից, բայց ընդհանուր առմամբ, այսպես ասած, բավականին հագեցած է էքսպոն, բավականին հագեցած է, հետաքրքիր է, գտնում եմ, որ գնալով այս մշակույթը պետք է ավելի զարգանա ու պետք է ավելի շատ մարդ մասնակցի։ Որքան տարիների պատմություն ունի Ֆիդելիսը ոլորտում, կխոսեք մի փոքր կայացման եւ զարգացման մասին։ Ֆիդելիսը հիմնադրվել է 2016 թվականին, 2016 թվականից գրանցվել է Ֆիդելիսի, այսպես ասած, ամեն տարի կայուն աճը։ Ամեն տարի մեր աշխատակազմը ավելի մեծացել է, ավելի, այսպես ասած, մասնագիտացված իրավաբաններ ենք ձեռք բերել, բոլորի մասնագիտական զարգացումը տարեցտարի ավելի բարձրացել է։ 2016 թվականից կայուն աճ ունենք, բայց նաև գիտեք ինչը կուզենայի նշել, երևի ամենակարևորը այս կայուն զարգացման մեջ եղել է նաև Ֆիդելիս անվան ընտրությունը։ Ֆիդելիս անունը գալիս է Fidelity բառից, հավատարիմ բառից, ու այս հավատարմությունը մեր իրավաբանական մասնագիտության շրջանակներում, ծառայություններ մատուցելու շրջանակներում կոչվում են ֆիդուցիար պարտավորություններ, այսինքն վստահության վրա հիմնված հարաբերություններ։ Ֆիդելիսը միշտ հավատարիմ է եղել իր հաճախորդների նկատմամբ, միշտ իր ծառայությունները մատուցելուց առաջնորդվել է իր հաճախորդների լավագույն վստահորդների լավագույն շահերով։ Հենց սա է երևի եղել Ֆիդելիսի գաղտնիքը այսքան տարիների ընթացքում կայուն աճ ձևավորելու շրջանակներում։ Իրավախորհրդատուները ամեն մեկը խորացված է իր ճյուղով, ընդ որում, եթե խոսում ենք ավելի բարդ գործերի մասին, օրինակ տնտեսական հանցագործությունների մասին, որոնց շրջանակներում անհրաժեշտ է թե քրեական մասնագետների ներգրավումը, թե տնտեսական իրավունքի մասնագետների ներգրավումը, այս ոլորտներում նմանատիպ մեծ թափ ունենալը շատ օգտակար է ու ծառայությունների որակը շատ ավելի բարձրացնում է։ Ես շատ ուրախ եմ, որ ժամանակին ընդունվել եմ հենց այս փաստաբանական կազմակերպությունը, շատ սիրում եմ այս ընկերությունը։ Ես ուզում եմ հատկապես ընդգծել այն, որ Ֆիդելիսը այն փաստաբանական գրասենյակներից է, որը մշտապես փաստաբանների պալատի նախաձեռնություններին է միանում, մասնավորապես անվճար իրավաբանական խորհրդատվության ակցիաներին, որ կազմակերպվում են պալատի կողմից, ինչի համար շնորհակալ ենք գրասենյակին նաև։ Կուզեմ այս մասով խոսեք։ Կարող է քաղաքացին վստահորեն իմանալ, որ կարող է դիմել ձեզ իրավաբանական աջակցություն ստանալու համար, օրինակ, անվճար իրավաբանական խորհրդատվություն, եթե չի հանդիսանում հանրային պաշտպանի գրասենյակի շահառու, բայց եւ փաստաբանական ծառայության համար առանձնապես ֆինանս չի կարող տրամադրել։ Այո, պրոբոնո ծառայություններ ենք մենք դրանք կոչում։ Եթե քաղաքացու հարցերը կապված են ոչ թե բիզնես իրավունքի հետ, այլ կապված են ինչ-որ անձնական հարցերի լուծման հետ, եւ մենք նկատում ենք, որ քաղաքացու ֆինանսական դրությունը այդքան էլ նրան թույլ չի տալիս օգտվել բարձր իրավաբանական ծառայություններից, այսպես ասած բարձր որակի իրավաբանական ծառայություններից, մենք մատուցում ենք պրոբոնո խորհրդատվության ծառայություններ, որոնց շրջանակներում անվճար տրամադրում ենք խորհրդատվություն իրենց հարցի վերաբերյալ,
Այդ թվում նաև հուշում ենք լուծման տարբերակները, այսինքն ինչ որ լուծման իրենց խնդրի լուծման տարբերակներ ենք առաջարկում, հաճախ նաև օգնում ենք այդ լուծման գործընթացում, այդ խնդրի լուծման գործընթացում։ Շնորհակալություն շատ, մաղթում եմ ձեզ գեղեցիկ եւ դրական օր։ Շնորհակալ եմ։ Ես էլ ձեզ եմ նույնը մաղթում։ Շնորհակալություն։